Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Ինչպես ազատագրվել դևերից։ Դերեկ Պրինս։ Կարդում ենք առաջին Կորինթացիներին 15-րդ գլխի 57-րդ խոսքից։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե հավատում եք այս խոսքին, միացեք մեզ, որ միասին ասենք։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Այսօր երեկոյան իմ թեման է ինչպես ազատագրվել չար ոգիներից կամ դևերից։ Մի անգամ քարոզում էի մի վայրում, որտեղ հովիվն ասաց. կարող ես աղոթել մարդկանց համար, բայց դևեր բառը մի գործածիր։ Նա էր պատասխանատուն, ես էլ համաձայնվեցի, բայց նոր կտակարանում դևերն ու չար ոգիները փոխարինաբար են օգտագործվում։ Այնպես որ ես կսովորեցնեմ, թե ինչպես ազատագրվել դևերից կամ ինչպես ազատվել չար ոգիներից, բայց կարևորն այն է, թե ինչպես ազատվել։ Հիմա կփորձեմ հակիրճ, բավական ամբողջական պատկեր տալ այս թեմայի վերաբերյալ, որը կարծում եմ ժամանակակից եկեղեցում ամենաանտեսված թեմաներից մեկն է։ Կան մի քանի մարդիկ, որոնք ազատագրության ծառայության մեջ ծայրահեղ եւ շեղված մոտեցումներ ունեն եւ քարոզում են միայն դևերի մասին, բայց քարոզիչների մեծամասնությունը պարզապես փորձում է ձևացնել, կարծես դրանք գոյություն չունեն, սակայն ճշմարտությունն այն է, որ դրանք կան, շատ մոտ են եւ նրանցից ոմանք այստեղ գտնվողներից ոմանց մեջ են։ Կկարդամ Մարկոսի առաջին գլխից 23-րդ համարից։ Սա Հիսուսի երկրային ծառայության մեջ առաջին հատուկ գրանցված հրաշքն է եւ դա շատ նշանակալի է։ Մարկոս առաջին գլուխ 23-րդ խոսք եւ շարունակությունը։ Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար։ Դա էլ է չար ոգու անուններից մեկը։ Նա աղաղակեց ու ասաց. ոչ թե մարդը, այլ մարդու մեջ եղող դևը. Ինչ գործ ունես մեզ հետ, Հիսուս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու եկար, գիտեմ քեզ թե ով ես, Աստծո Սուրբը։ Շատ ուշագրավ է, որ դևն անմիջապես ճանաչեց Հիսուսին։ Իսկ աշակերտներից մոտ 1.5 տարի պահանջվեց հասկանալու այն, ինչ դևը միանգամից գիտեր։ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. պապանձվիր։ Հունարենում գրված է բերանդ փակիր եւ դրա միջից դուրս արի։ Հիսուսը չէր խոսում մարդու հետ, նա խոսում էր մարդու մեջ եղած ոգու հետ։ Հետո ասվում է. պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով նրա միջից դուրս եկավ։ Սա շատ նշանակալի օրինակ է Հիսուսի ծառայության մեջ։ Նա մարդուն ժողովարանից դուրս չհանեց, նա դևին մարդու միջից դուրս հանեց։ Այսօր շատ ժողովներում, եթե մարդն այսպես պահի իրեն, մարդուն դուրս են հանում եկեղեցուց եւ դևին թողնում մարդու մեջ։ Հիսուսը գիտեր, նրա գործը մարդու հետ չէ, այլ մարդու մեջ եղած ոգու հետ։ Դա ուղղակի դիմելաձև էր։ Հիսուսն ուղիղ դիմեց դևին։ Այնուհետև ասվում է, բոլորը զարմացան, իրար մեջ խոսում էին ու ասում. սա ինչ է, ինչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում ու հնազանդվում են նրան։ Սա մի բան էր, որ մինչ այդ չէին տեսել։ Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Ես ուզում եմ, որ հասկանաք, որ սկզբում Հիսուսն իր ժողովրդի մեջ հայտնի եղավ որպես մեկը, ով կարողանում է դուրս հանել չար ոգիներին։ Դա էր նրա հանրային ծառայության առաջին ազդեցությունը։ Ծառայության մյուս կողմերն ավելի ուշ երևացին, բայց մարդկանց առաջինը տպավորեց այն, որ նա գիտեր ինչպես գործ ունենալ չար ոգիների հետ։ Հետագայում Մարկոսի առաջին գլխի 32-րդ խոսքում ասվում է. երբ երեկո եղավ, դա նույն երեկոն էր եւ դա շաբաթ երեկո էր, քանի որ օրթոդոքս հրեաները հեռու չէին ճամփորդում շաբաթ օրը։ Այդ պատճառով նրանք պետք է սպասեին Արեգակի մայր մտնելուն ճանապարհ ընկնելու համար։
Եվ երբ երեկո եղավ Արեգակի մայր մտնելու ժամանակ, բոլոր հիվանդներին եւ դիվահարներին նրա մոտ բերեցին։ Իմ տեքստում գրված է դևի կողմից նվաճված, բայց դա շատ մոլորեցնող արտահայտություն է եւ կապ չունի հունարեն բնագրի հետ։ Բնագրում դա մեկ բառ է եւ նշանակում է դիվահարվել, այսինքն դևի ազդեցության տակ լինել։ Տիրապետված կամ նվաճված բառը ենթադրում է սեփականություն եւ մարդիկ վիրավորվում են, այսինքն ես սատանայի սեփականությունն եմ։ Ոչ, եթե քրիստոնյա ես, դու պատկանում ես Հիսուսին։ Բայց կարող են լինել անձնական ոլորտներ, որտեղ դու լիովին վերահսկողություն չունես, եւ այդտեղ կարող է լինել դիվահարում, այսինքն դիվային ազդեցություն։ Այդ մարդը ըստ երևույթին կանոնավոր կերպով ժողովարան էր գալիս, բայց Հիսուսի ներսում գտնվող Սուրբ Հոգու զորությունը ստիպեց դուրս գալ մի բանի, որի գոյության մասին մարդը գուցե նույնիսկ չէր էլ գիտակցում։ Այդ ոգին ժողովարանի դեմ առարկություն չուներ, միակ բանը, որին չէր դիմանում, Հիսուսն էր։ Ուրեմն ասվում է, երբ երեկո եղավ Արեգակի մայր մտնելու ժամանակ, բոլոր հիվանդներին եւ դիվահարներին նրա մոտ բերեցին։ Քաղաքի բոլոր բնակիչները դռան առաջ էին հավաքվել, տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց։ Նկատեք, նրանք եկել էին բժշկվելու, բայց բժշկելու ընթացքում Հիսուսը շատ դևեր դուրս հանեց։ Այսինքն բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող են լինել բազմաթիվ դևեր, եւ հիվանդությունից ազատվելու համար պետք է ազատվել նաեւ այդ դևից։ Շարունակենք Մարկոսի 1:39 խոսքը։ Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։ Նկատեք, սա արտակարգ դեպքերում երբեմն արված մի բան չէր, այլ նրա ամբողջ ծառայության կանոնավոր շարունակական հատկանիշն էր, որտեղ էլ քարոզում էր դևեր էր հանում։ Այդ երկուսը միասին էին, եւ Հիսուսը երբեք չէր բաժանում քարոզչությունը դևեր հանելուց եւ բժշկությունից։ Ժամանակակից եկեղեցու աղետներից մեկն այն է, որ այս բաները բաժանվել են եւ արդյունքում շատերը, որ ազատագրման կարիք ունեն, չեն ստանում եւ շատերը, որ բժշկության կարիք ունեն, չեն ստանում։ Նայենք նաեւ մեկ այլ հատվածի Ղուկասի ավետարանի 4-րդ գլխի 40-ից 41 խոսքերը։ Նույն դեպքը Ղուկասն է նկարագրում։ Ղուկաս 4-րդ գլուխ 40-ից 41 խոսքեր։ Եվ մայրամուտին բոլոր նրանք, ովքեր տեսակ ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց, իսկ նա ձեռքը դնում էր նրանցից յուրաքանչյուրի վրա եւ բժշկում նրանց։ Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս, աղաղակում էին ու ասում. «Դու ես Աստծո որդին»։ Իսկ նա սաստելով նրանց թույլ չէր տալիս խոսել, որովհետեւ գիտեին նրան, որ Քրիստոսն է։ Կրկին Հիսուսը երբեք չէր բաժանում բժշկությունը դևեր հանելուց, որովհետեւ դևերը կարող են լինել բազմաթիվ հիվանդությունների պատճառ, երբեմն ուղղակի, երբեմն էլ անուղղակի, մարդկանց մեջ այնպիսի վերաբերմունքներ ստեղծելով, որոնք խանգարում են հավատքով բժշկություն ընդունելուն։ Այժմ նայենք Ղուկասի 13-րդ գլխի 11 համարը եւ շարունակությունը։ Եվ ահա մի կին կար, որ 18 տարուց ի վեր տառապում էր չար ոգուց, կծկված էր եւ բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Նկատեք, արտաքինից դա ամբողջովին ֆիզիկական վիճակ էր, բայց պատճառը հիվանդության չար ոգին էր։ Եվ եթե կարդաք պատմությունը, Հիսուսը բժշկության համար պարզապես աղոթք չարեց, այլ գործ ունեցավ այդ հիվանդության ոգու հետ, եւ վերջում ասաց. «Իսկ սա Աբրահամի դուստր լինելով, որին սատանան ահա 18 տարի է ինչ կապել էր, պետք չէր, որ շաբաթ օրն այդ կապանքից արձակվեր»։ Նկատեք, Հիսուսն ասաց, սատանան այս կնոջը կապել էր ֆիզիկական հիվանդության մեջ 18 տարի։ Արտաքինից դա ամբողջովին ֆիզիկական էր, բայց իրական պատճառը հիվանդության ոգին էր։ Երբ ոգին դուրս եկավ, այդ կինը, որ 18 տարի կքած էր, կարողացավ ուղղվել։ Հետո ավելի ուշ Ղուկասի 13:32-ում Հիսուսն ասաց.
Գնացեք այն աղվեսին ասեք, այսինքն Հերովդեսին, որ այսօր եւ վաղը դևեր եմ հանում եւ բժշկություններ կատարում եւ երրորդ օրը կավարտեմ։ Երրորդ օրը քարոզած արտահայտությունը եբրայերեն լեզվում այսօր, վաղը եւ երրորդ օրը։ Երրորդ օրը տարածված արտահայտությունը եբրայերեն լեզվում այսօր, վաղը եւ երրորդ օրը։ Հիսուսն ինչպես սկսեց, բժշկություններ անելով եւ դևեր հանելով։ Ինչպես ավարտվեց, բժշկություններ անելով եւ դևեր հանելով։ Ինչու այսպես արեց, որովհետև դա ճիշտ ձևն էր։ Նա երբեք կարիք չունեցավ կատարելագործել մեթոդները, նա ճիշտ սկսեց եւ ճիշտ ավարտեց։ Մեզ մնում է միայն անել այն, ինչպես Հիսուսն արեց։ Մեզ մնում է միայն անել այն, ինչ Հիսուսն արեց։ Մենք կարիք չունենք բարելավելու նրա մեթոդները։ Հիմա ուզում եմ, որ տեսնեք, թե ինչպես նա զինեց իր աշակերտներին եւ մինչ տեղն եմ գտնում ասեմ, Հիսուսը երբեք որևէ մեկին ավետարան քարոզելու չուղարկեց առանց հատուկ Հիսուսը երբեք որևէ մեկին ավետարան քարոզելու չուղարկեց առանց հատուկ հրահանգելու եւ զինելու դևերի հետ գործ ունենալու համար։ Աստվածաշնչյան չէ մարդկանց ուղարկել ավետարանչության առանց նրանց պատրաստելու չար ոգիների հետ գործելու։ Ահա թե ինչպես վարվեց նա իր առաջին 12 առաքյալների հետ։ Մատթեոսի 10-րդ գլուխ առաջին խոսք։ Հիսուսն իր մոտ կանչեց 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու եւ բոլոր ցավերն ու հիվանդությունները բուժելու։ Նկատեք, նրանց տված առաջին իշխանությունը ոչ թե հիվանդություններ բուժելու համար էր, այլ չար կամ պիղծ ոգիներ դուրս անելու համար։ Եվ ահա նրանց տրված հրահանգները։ 7-րդ համարից. Երբ գնաք, քարոզեք ու ասեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է, այսինքն ոչ միայն ասեք, այլև ի ցույց դրեք այն։ Հիվանդներին բժշկեք, մեռելներին հարություն տվեք, բորոտներին մաքրեք, դևերին հանեք։ Սրանք էին նրանց ծառայողական հանձնարարությունները։ Դուք կարող եք ասել. Պրինց եղբայր, դու երբևէ տեսել ես մեռելների հարություն։ Այո, տեսել եմ։ Մենք կարիք չունենք փոխելու Հիսուսի մեթոդները։ Հետո անդրադառնանք Ղուկասի 10-րդ գլխին, որտեղ նա 70 աշակերտներին ուղարկեց իր առաջ ճանապարհ պատրաստելու։ Առաջին համարում ասվում է դրանից հետո Տերն ընտրեց ուրիշ 72 հոգու եւ նրանց իրենից առաջ երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքն էր գնալու։ Մենք չենք տեսնում նրանց տրված հրահանգները, բայց կարդում ենք նրանց վերադարձի խոսքը, որովհետեւ 17-րդ համարում ասվում է. Եվ 72-ը վերադարձան ուրախությամբ ասելով. Տեր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով։ Ինչն էր նրանց ամենից շատ տպավորել։ Այն, որ նրանք իշխանություն ունեին դևերի վրա։ Եթե դուք հավատում եք նոր կտակարանին, ուզում եմ դա ինձ հետ ասեք. Տեր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով։ Եթե չեք հավատում, մի ասեք։ Բայց սա է ինչ ուզում եմ, որ ասեք։ Պատրաստ եք։ Տեր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով։ Ամեն։ Լավ, հիմա գալիս ենք այսպես կոչված մեծ հանձնարարությանը։ Նրա ծառայության վերջում, երբ նա ուղարկում էր այն մարդկանց, որոնք պիտի ավետարանեին ամբողջ աշխարհը։ Մարկոս 16:15-ում ասվում է. Ապա նրանց ասաց. գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին ավետարանը քարոզեք։ Եվ ասեմ, այդ հրահանգը երբեք հետ չի կանչվել։ Հետո նա ասում է, ով հավատա ու մկրտվի կփրկվի, իսկ ով չհավատա կդատապարտվի։ Այժմ սա էլ նոր կտակարանում փրկություն չի առաջարկվում որևէ մեկին, ով հավատում է առանց մկրտվելու։ Դուք չեք գտնի դրա ոչ մի օրինակ նոր կտակարանում։ Կարող եք ասել, ես հավատում եմ, ուրեմն փրկված եմ։ Դա ձեր ռիսկն է, բայց ես այդ ռիսկը չէի վերցնի, որովհետև Հիսուսն ասաց, ով հավատա եւ մկրտվի, կփրկվի։ Ամեն։ Եվ հետո նա ասաց. լսեք, նրանք ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն, իմ անունով դևեր կհանեն։ Այս 5 նշաններից առաջինը դևեր դուրս հանելն է։ Մենք շատ ենք լսում նոր լեզուներով խոսելու մասին, բայց դա երկրորդն է։ Հիվանդների վրա ձեռք դնելն ու նրանց բժշկելը 5-րդն է, առաջինը սա է, իմ անունով դևեր պիտի դուրս հանեն։
Ինչու չանենք դա։ Միթե կարող ենք փոխել նրա մեթոդները։ Մատթեոսի 28-րդ գլխի 20-րդ խոսք նույն հանձնարարությունն այդ գլխի վերջում։ Նա ասում է. «Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի»։ Այդ ամենի մեջ նաև դևեր դուրս հանելու ուսուցումն էր։ Այսինքն նա ասում է, երբ աշակերտում եք, սովորեցրեք նրանց դևեր դուրս հանել, եւ երբ նրանք աշակերտեն, թող նրանք էլ սովորեցնեն դևեր դուրս հանել։ Եթե եկեղեցին հնազանդվեր, նույն գործընթացը կշարունակվեր 19 դար շարունակ, ցավոք եկեղեցին փորձեց բարելավել եւ խառնեց ամեն ինչ։ Հիմա ուզում եմ ցույց տալ ձեզ, որ կան երկու թագավորություններ, երկու հոգևոր թագավորություններ, եւ երբ անդրադառնում ենք դևերի հետ գործ ունենալու ծառայությանը, այդ երկու թագավորությունները բացահայտ կերպով երևում են։ Մատթեոսի 12-րդ գլխի 26-ից 28 համարներում Հիսուսին մեղադրել էին, թե նա դևեր է հանում Բեելզեբուղով, այսինքն սատանայի հետ դաշինքով, սա է նրա պատասխանը։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունն ինչպես կանգուն կմնա։ Եվ եթե ես դևերին Բեելզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդիներն ինչով են հանում։ Դրա համար էլ նրանք ձեր դատավորները կլինեն։ Իսկ եթե ես Աստծո հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծո թագավորությունը հասել է ձեզ վրա։ Աստծո արքայության գալստյան մեծագույն միակ համոզիչ ապացույցը դևեր հանելն է Հիսուսի անունով։ Այս փորձառությունը երկու թագավորությունները բերում է լույսի մեջ, ի ցույց դնելով խավարի թագավորությունը, որը սատանայի թագավորությունն է, եւ լույսի թագավորությունը, որն Աստծո թագավորությունն է։ Եվ երբ նրանք հանդիպում են, լույսը հաղթում է խավարին, եւ սատանան դա ատում է։ Կան երկու բաներ, որ նա չի ուզում բացահայտվեն, մեկը դևերի իրականությունը, մյուսն այն, որ Հիսուսը մեզ իշխանություն է տվել դևերի վրա, որովհետև դա բացահայտում է երկու թագավորությունների բախումը եւ ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի թագավորության գերազանցությունն ու հաղթանակը խավարի թագավորության նկատմամբ։ Դարեր շարունակ սատանան եկեղեցում շատ է աշխատել այս պատգամի հայտնությունը ճնշելու համար, որովհետև այն բացահայտում է նրա թագավորությունը եւ ցույց է տալիս նրա պարտությունը, իսկ նա դա չի ուզում։ Նա դրանից վախենում է։ Իդեպ Հիսուսի արած գրեթե բոլոր հրաշքները, բոլորը բացի մեկից, նախօրոք նկարագրված էին Հին Կտակարանում, այսինքն դրանք նախկինում իրագործվել էին, մեռելների հարություն, հիվանդների բժշկություն, բազմության բժշկություն, հրաշագործ ապահովում, բոլորը։ Մի հրաշք կա, որը երբեք չէր արձանագրվել Հին Կտակարանում, գիտեք որն է։ Դևեր վտարելը։ Դրա համար էլ դա այն առանձնահատուկ նշանն է, որ Աստծո արքայությունը եկել է։ Հիմա, իսկ ովքեր են դևերը կամ չար կամ պիղծ ոգիները։ Ասեմ, որ Աստվածաշունչը հստակ չի բացատրում, թե որտեղից են նրանք գալիս, կան տարբեր տեսություններ, ոմանք կարծում են, թե նրանք ընկած հրեշտակներ են, ես այդպես չեմ կարծում։ Ես այնքան շատ դևերի հետ եմ գործ ունեցել, որոնք իրենց վարքով այնքան տարբեր էին հրեշտակներից, որ դա ինձ համար անհամատեղելի է։ Իմ կարծիքով հրեշտակի համար մարդու մարմնի մեջ փակվելը բանտ կլիներ, բայց սա իմ կարծիքն է, կարող եմ սխալվել։ Բացարձակ աստվածաշնչյան հայտնություն չկա, բայց Նոր Կտակարանը մի բան հստակ է ասում։ Այն չի ասում, թե որտեղից են դևերը գալիս, բայց ասում է ինչպես ազատվել նրանցից։ Դա է կարևոր։ Իմ նկարագրությունը դևերի մասին սա է։ Նրանք անձեր են առանց մարմնի։ Շատ կարևոր է հասկանալ, որ դուք գործ ունեք անձի հետ։ Ծառայությանս առաջին տարիներին ես ուժեղ ընկճախտ ունեի, դեպրեսիա, որը գալիս էր ու նստում իմ վրա, ինչպես մութ ամպ, փակելով ինձ, խանգարելով հաղորդակցվել։ Ես պայքարում էի դրա դեմ, ամեն ինչ անում էի, աղոթում էի, ծոմ էի պահում, ինձ մեռած էի համարում, գիտեի խոսքերը եւ որքան ավելի աղոթում ու ծոմ էի պահում, այնքան վատանում էր։ Ես ելք չունեի։ Մի օր Եսայա 61-րդ գլուխն էի կարդում եւ այնտեղ գրված էր ծանրության ոգու կամ հանգած սրտի փոխարեն գողության պատմուճան։
Եվ Սուրբ Հոգին ասաց ինձ, սա է քո խնդիրը, ծանրության ոգի, ընկճախտի կամ դեպրեսիայի ոգի։ Եվ երբ հասկացա, որ գործ ունեմ մեկ ուրիշ անձի հետ, ոչ թե ինքս ինձ հետ, ես հաղթանակի 80%-ն արդեն ունեի, որովհետև մինչ այդ ես ինձ էի մեղադրում։ Երբ պարզվեց, որ դա այլ անձ է, ես հասկացա նաև հայտնությամբ, որ դա ընտանիքին հետապնդող ոգի էր։ Ես գիտակցեցի, որ նույն ոգին տարիներ շարունակ ազդել էր իմ հոր վրա։ Ուրեմն ինձ պետք էր ևս մեկ խոսք։ Կկիսեմ այն ձեզ հետ։ Հովելի մարգարեություն 2-րդ գլուխ 32-րդ խոսք։ Եվ ամեն ոգով Տիրոջ անունը կանչի կփրկվի կամ կազատագրվի։ Ես կանչեցի Հիսուսի անունը եւ ազատվեցի։ Դա այնպես էր, կարծես երկնային փոշեկուլ իջավ ուսերիս վրա եւ պարզապես քաշեց այդ բանը դուրս։ Ես տարիներ շարունակ պայքարել էի դրա դեմ, մինչեւ ճանաչեցի, որ դա ես չեմ։ Դա մեկ ուրիշ անձ էր, որը փորձում էր տառապանք պատճառել ինձ։ Եվ ուզում եմ, որ դուք հասկանաք, երբ մեկ անգամ գիտակցում եք, որ գործ ունեք ձեր մեջ գործող մի անձի հետ, որը դուք չեք, դուք ազատագրման ճանապարհի մոտ 80%-ն արդեն անցել եք։ Հիմա, իմ հասկացողությամբ եւ ասեմ, ես ավելի քան 30 տարի է դևերի հետ գործ եմ ունեցել։ Ես առաջին անգամ ներգրավվեցի 1963 թվականին։ Ոմանք ասում էին, պրինց եղբայրը շուտով կդադարեցնի, կփոխի իր ուսուցումը։ Պետք է ասեմ, 80 տարեկանում ես այն չեմ փոխել եւ չեմ փոխել իմ ուսուցումը։ Եվ երկու պատճառ ունեմ, առաջինը դա աստվածաշնչյան է, երկրորդը դա գործում է։ Ուզում եմ ձեզ առաջարկել 3 նպատակ, որոնք դևերն ունեն։ Առաջինը տանջել եւ խոշտանգել, նրանք խոշտանգողներ են։ Երկրորդը քեզ խանգարել ճանաչել Քրիստոսին որպես փրկիչ։ Երրորդը, եթե դու ճանաչում ես Քրիստոսին որպես փրկիչ, ապա քեզ խանգարել արդյունավետ ծառայել նրան։ Հիմա պետք է տարբերակել երկու բան, այն ինչը կոչվում է մարմին եւ դևերը կամ չար ոգիները։ Մարմինը հին մարմնական բնությունն է, որը մենք բոլորս ժառանգել ենք Ադամից։ Մենք բոլորս Ադամի սերունդն ենք եւ Ադամը երեխաներ չծնեց մինչեւ ապստամբ դառնալու պահը։ Եվ Ադամի յուրաքանչյուր սերունդ իր մեջ ունի ապստամբի բնություն, հին մարդը։ Իսկ մյուս բանը, որի հետ գործ ունենք, չար ոգիներն են, եւ պետք է իմանանք, թե ինչի հետ գործ ունենք, որովհետեւ բուժումները լիովին տարբեր են։ Ես ծանրության ոգու հետ գործ ունեի եւ փորձում էի դրան վերաբերվել այնպես, կարծես դա մարմին էր։ Ես փորձում էի խաչել դա, որովհետեւ դա ըստ իս մարմնի բուժման մաս էր, բայց դու չես կարող խաչել դևին եւ չես կարող դուրս հանել մարմինը։ Պետք է իմանաս, թե ինչի հետ գործ ունես։ Մի մարդ մի անգամ եկավ ինձ մոտ ու ասաց, պրինց եղբայր, ուզում եմ, որ այս դևը դուրս հանես ինձանից։ Ես ասացի, ինչ խնդիր ունես։ Նա սկսեց պատմել իր դժվարության մասին, իր կնոջ հետ հարաբերություններում։ Ես ասացի, չեմ կարծում, որ դա կարող եմ դուրս հանել։ Դա դև չէ, դա քո մարմնական բնությունն է, դու պետք է խաչես դա։ Այսպիսով պետք է իմանանք, գործ ունեմ իմ մարմնի հետ, թե գործ ունեմ դևի հետ։ Հիմա կփորձեմ ձեզ տալ որոշ ուղղություններ, թե ինչպես պարզել դա։ Տեսեք, եւ եբրայերենում եւ հունարենում ոգի բառը նույնն է, ինչ շունչ եւ քամին։ Եվ մեզանից ոչ ոք երբևէ քամին չի տեսել, այնպես չէ։ Բայց բոլորս գիտենք, որ քամին իրական է, ինչպես, որովհետեւ տեսել ենք ինչ է անում։ Տեսել ենք ինչպես է ամպերը տեղափոխում, ինչպես են ծառերը ծռվում, ինչպես է անձրևը գալիս կողքից, ինչպես են փողոցում փոշու ամպեր բարձրանում, ինչպես են մարդկանց գլխարկները թռչում։ Այդ պահին մենք գիտենք, որ քամին փչում է, մենք տեսել ենք քամին, ոչ, մենք տեսել ենք, թե ինչ է այն անում։ Նույնն է դևերի հետ, մենք սովորաբար նրանց չենք տեսնում, երբեմն հատուկ հայտնությամբ մարդիկ տեսնում են, բայց սովորաբար մարդու զգայարաններով դրանք չեն ընկալվում։ Ինչպես գիտենք, որ դրանք կան, նրանց արածով, եւ ես ձեզ կտամ դևերի գործունեության բնորոշ ձևերի մի փոքր ցուցակ։
Առաջինը նրանք գայթակղում են։ Այստեղ 6 տարեկանից բարձր չկա մեկը, որ երբևէ գայթակղված չլինի չարիք անելու։ Շատ հաճախ դա գալիս է բառերով։ Տեսնում ես այդ գեղեցիկ ոսկեգույն մատիտը վերցրու, ոչ ոք չի իմանա, եթե դու քո մատիտը կորցնես, իրենք էլ այդպես կվարվեն քեզ հետ։ Ամեն բան, որ գալիս է բառերով, գալիս է անձից։ Այսինքն այդ գայթակղությունը գալիս է անձից, դևից։ Երկրորդը, նրանք հալածում են, ճնշում են։ Իմ մտքում կա այս փոքր օրինակն առանց կոնկրետ մի դեպքի վրա հիմնվելու։ Մի գործարար սարսափելի օր է ունեցել գրասենյակում, ամեն ինչ վատ է եղել։ Օդափոխությունը խափանվել է, քարտուղարը սխալ է գրել նամակները, հետո մեքենայով տուն է գնում ու մայրուղում 1 ժամ մնում խցանման մեջ, ծխի ու գազերի մեջ։ Ու վերջապես տուն է հասնում, իսկ կինը դեռ ընթրիք չի պատրաստել։ Երեխաները վազում են ու գոռում են, և այդ պահին նա պայթում է։ Ինքն իրեն չի վերահսկում, սկսում է գոռալ ու ճչալ։ Եվ այն զայրույթի դևը, որն ամբողջ օրը հետևել էր նրան այդ թուլության պահին, ներս է սողում։ Դրանից հետո նա այլ մարդ է դառնում։ Այնուհետև ժամանակ առ ժամանակ մի բան է գալիս նրա վրա և նա վիրավորում է հենց այն մարդկանց, որոնց ամենից շատ սիրում է, կնոջն ու երեխաներին։ Եվ կինը երբեմն նրա աչքերում մի բան է տեսնում, որ նախկինում երբեք չէր տեսել։ Հետո նա զղջում է, ներում է խնդրում ու ասում է. «Ներիր, չեմ հասկանում ինչ եղավ, ինչն ինձ ստիպեց դա անել, բայց մենք գիտենք ինչը ստիպեց, դա զայրույթի դևն էր, որ մղեց մարդուն այդ քայլին և նրա տկար պահին այն ներս սողոսկեց»։ Հետո դևերը տանջում են, նրանք տանջարարներ են, նրանք հոգևորապես տանջում են այսպիսի ներշնչումներով. «Աստված քեզ չի սիրում, դու իրականում փրկված չես»։ Դա տանջանքի շատ տարածված ձև է։ Նրանք զգացմունքային տանջանք են բերում վախի միջոցով։ Նրանք ֆիզիկապես էլ կարող են տանջել տարբեր սարսափելի բաներով, ինչպիսին է նաև արթրիտը և այլն։ Նրանք տանջարարներ են, և Հիսուսն ասաց. «Եթե դու չես ներում քո հավատակցին, Աստված քեզ կհանձնի տանջարարներին կամ դահճին»։ Ովքեր են տանջարարները։ Դևերը։ Շատ քրիստոնյաներ դևերի ձեռքի տակ են, որովհետև հրաժարվել են ներել մեկ ուրիշին։ Հետո դևերը պարտադրում են, ստիպում են անել բաներ, որոնք իրականում չես ուզում անել։ Որոշ պարտադրումներ նույնիսկ ծիծաղելի են թվում։ Ազատագրման մի ծառայությունից հետո ես նամակ ստացա 25 տարեկան կնոջից և նա ասաց. «Իմ կյանքում առաջին անգամ, որքան հիշում եմ այս ամբողջ շաբաթը, ես եղունգներս չեմ կրծել»։ Ի՞նչն էր ստիպում նրան եղունգները կրծել։ Դևը։ Կարող եք հավատալ։ Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Հետո դևերը ստրկացնում են։ Նրանք քեզ ստրուկ են դարձնում։ Տեսեք, մարդը կարող է մեղք գործել ու հետո դադարեցնել մեղք գործելը, եթե որոշի։ Օրինակ, մարդը կարող է հարբել և հետո որոշել այլևս չխմել, նա մեղք գործեց, բայց ստրկացած չէ։ Իսկ ալկոհոլիկը մարդ է, ով չի կարող դադարեցնել, նա ստրկացած է։ Եթե պարտադրելը և ստրկացնելը միացնենք, կստանանք կախվածություն բառը, և իմ անձնական կարծիքով գրեթե բոլոր կախվածությունները ցանկացած տեսակի դիվական բնույթ ունեն։ Կան շատ պարկեշտ կախվածություններ, կան նաև անպարկեշտ, բայց եթե դու կախված ես, խնդիր ունես և կարծում եմ դեպքերի մեծ մասում խնդիրը դև է։ Դևերը պղծում են։ Նրանք մեզ ստիպում են զգալ կեղտոտ և անմաքուր։ Նրանք մեր մտքի մեջ են նետում չար, անմաքուր պատկերներ, մտքեր և խոսքեր։
Եվ ես տարբեր ժամանակներում խոսել եմ մարդկանց հետ եւ նրանք ասել են հենց այն ժամանակ, երբ ես ամենամոտն եմ Տիրոջը, երբ իսկապես ուզում եմ նրան երկրպագել, այդ սարսափելի բաները գալիս են իմ մտքի մեջ։ Եվ ես ասել եմ կարող ես վստահ լինել դա դև է, ամեն բան, որն ուզում է քեզ պահել Աստծուն երկրպագելուց հեռու դև է։ Այնուհետև դևերը խաբում են։ Նրանք կանգնած են կրոնական խաբեության բոլոր ձևերի հետևում։ Պողոսն առաջին Տիմոթեոս 4 գլխում ասում է. վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատքից, նա ասում է քրիստոնյաների մասին, ուշադրություն դարձնելով մոլորեցնող հոգիներին եւ դևերի վարդապետություններին, եւ հավատացեք ինձ սիրելի եղբայրներ եւ քույրեր, կան շատ տարբեր մոլորեցնող ոգիներ դիվական վարդապետություններով եւ դրանք շատ մոտ են մեզ բոլորիս։ Վերջապես դևերը մարդկանց դարձնում են թույլ, հիվանդ կամ հոգնած, կամ սպանում են նրանց։ Ես մի անգամ գործ ունեի մի կնոջ հետ, սա մի ուշագրավ դեպք էր։ Նրա միջից դուրս եկան 72 տարբեր դևեր։ Նա հարգելի կին էր, բուժքույր էր, խարիզմատ էր, հոգեգալստական, բայց ուներ 72 դև։ Ես դրանք չէի հաշվում, բայց այնտեղ մի կին կարով փոքր նշումներ էր անում անունների մասին, եւ ազատագրության ընթացքում, որը տևեց 5 ժամ, նա ասաց. «Օ, ես այնքան հոգնած եմ, այլևս չեմ կարող շարունակել, չեմ կարող ավելին տանել»։ Եվ ես մտածեցի, լավ, խեղճ կին, նա իսկապես հոգնած է, եւ հետո Տերը ցույց տվեց ինձ, որ այդ ասողը կինը չէ, դա դևն է։ Ես ասացի, դու հոգնածության ոգի դուրս արի այս կնոջից, եւ նա ասաց, ոչ թե կինը, այլ դևն ասաց։ Ճիշտ է, նա միշտ հոգնած է, հյուծված է, երբ արթնանում է, հոգնած է, երբ գնում է քնելու, չափազանց հոգնած է Աստվածաշունչ կարդալու համար, չափազանց հոգնած է աղոթելու համար։ Երբ այդ հոգնածության հոգին դուրս եկավ նրանից, նա այլևս հոգնած չէր։ Մենք ավարտեցինք ազատագրումը, դևերը քեզ ստիպում են քնել, կա քնկոտության հոգի, այն իշատակվում է թե հին թե նոր կտակարաններում, երբևէ մտածել ես, որ կարող ես մինչև գիշերվա 2-ը նստել ու դիտել հեռուստացույցով մի բան, որը հավանաբար չպետք է դիտես, բայց եթե որոշես կարդալ Աստվածաշունչը 10 րոպեում քնում ես, ճիշտ է։ Դա բնական չէ, այնտեղ ինչ-որ բան կա, որը դեմ չէ, որ դու հեռուստացույց դիտես, իրականում հավանաբար ուզում է, որ դու այն անես, բայց դեմ է, որ դու Աստվածաշունչ կարդաս կամ աղոթես։ Լավ, սրանք դևերի որոշ գործողություններն են։ Հիմա դիտարկենք այն հիմնական ոլորտները, որոնցում նրանք գործում են։ Ես սա պետք է շատ սեղմ ձևով ներկայացնեմ, հասկանում եք, ես սրա մասին գիրք եմ գրում։ Խնդրում եմ աղոթեք ինձ համար, դա հեշտ գիրք չէ գրելու համար։ Ես հայտնաբերել եմ մոտ 10 տարբեր տեսակի ոգիներ կամ դևեր, որոնք իշատակվում են հին կտակարանում եւ մոտ 20-ը նորում, ընդհանուր առմամբ 30, բայց դա ընդամենը մի փոքր նմուշ է, կան հարյուրավոր տարբեր տեսակի դևեր։ Հիմնական ոլորտը, որի վրա նրանք ազդում են իմ կարծիքով, հույզերն ու վերաբերմունքներն են, եւ յուրաքանչյուր բացասական զգացմունքի եւ վերաբերմունքի հետևում կա համապատասխան դև։ Դա չի նշանակում, որ դու ունես այդ դևը, բայց նշանակում է, որ այդ դևը այնտեղ է, փորձելով քեզ բռնել։ Օրինակ, դու կարող ես զայրանալ, եւ դա դև չէ։ Դա պարզապես դու ես, քո մարմինն է։ Բայց եթե դու զայրանում ես եւ չես կարողանում քեզ վերահսկել եւ զայրանում ես, երբ չես ուզում զայրանալ, դա դև է։ Թույլ տվեք ձեզ տալ ամենատարածված անուններից մի քանիսը, որոնց հետ ես գործ եմ ունեցել։ Եվ դևերի մասին մեկ այլ բան էլ կա, նրանք գործում են խմբերով, ավազակախմբերով։ Երբ մեկը ներս է մտնում, դա դուռ է բացում հաջորդի համար։ Եվ եթե դու գտնում ես որոշ դևեր, միշտ կարող ես փնտրել նրանց ընկերներին։ Օրինակ վերցնենք մեկը, հպարտությունն ու ըմբոստությունը։ Ըմբոստությունը գրեթե միշտ հետևում է հպարտությանը։ Եվ հետո կախարդություն կամ օկուլտիզմ, որովհետև առաջին Թագավորաց 15:23-ում ասվում է ապստամբությունը կախարդության մեղք է։ Որտեղ էլ որ գտնես ապստամբություն, փնտրիր կախարդություն։ Դրա մեծ պատմական օրինակը Միացյալ Նահանգների երիտասարդությունն է 60-ական թվականներին, գրեթե ամբողջ մի սերունդ մտավ ըմբոստության մեջ եւ գրեթե բոլորը հանգրվանեցին օկուլտիզմում, որովհետեւ ըմբոստությունը նույնն է, ինչ կախարդության մեղքը, բայց հիմա ես շնորհակալ եմ Աստծուն, որ տեսա նրանցից շատերին փառավոր կերպով փրկված եւ ազատված, բայց ես դաս սովորեցի։ Այնուհետև ամենատարածված հոգիներից մեկը վախի հոգին է։
Պողոսն ասում է Աստված մեզ չի տվել վախի հոգի, այսպիսով դա Աստծուց չի գալիս, բայց վախը մի բան է, որին մենք բոլորս շատ հեշտությամբ տեղ ենք տալիս։ Եվ այն հետևում է այլ բաների, օրինակ մերժմանը։ Եկեղեցում եւ աշխարհում այսօր ամենատարածված զգացմունքային խնդիրներից մեկը մերժվածությունն է։ Դա արժեզրկված, անցանկալի լինելու զգացումն է։ Ոչ ոք իրականում ինձ չի սիրում, ես ընդունված չեմ, ես դրսից եմ նայում։ Եվ ես կասեի իմ դիտարկմամբ այսօր հանդիպածս հավատացյալ քրիստոնյաների առնվազն 20%-ը կարիք ունի ազատագրվելու մերժվածությունից։ Դա իրականում պայմանավորված է ընտանիքի քայքայմամբ, որովհետև այն, ինչը երեխային տալիս է անվտանգության զգացում, հոր սերն ու խնամքն է։ Եվ երբ դա բացակայում է ներսում ինչ-որ բան է ճչում, ես չգիտեմ ով եմ, ես ինձ ապահով չեմ զգում, ես չգիտեմ արդյոք մարդիկ իսկապես սիրում են ինձ։ Մի բան ուզում եմ ասել քեզ, Հիսուսն իսկապես սիրում է քեզ։ Բայց սատանան ամեն ինչ կանի, որպեսզի քեզ համոզի, որ դա ճիշտ է բոլորի համար, բայց ոչ քեզ համար։ Ճիշտ է։ Այո։ Բարի, հետո կա մեկ այլ տարածված ավազակախումբ, եւ ահա ամբողջ մի խումբ այն հերթականությամբ, որով նրանք սովորաբար մտնում են՝ վիրավորանք, աններողամտություն, զայրույթ, ատելություն, բռնություն եւ սպանություն։ Եվ եթե այդ ավազակախումբը մինչև վերջ գնա, սպանությունն էլ այնտեղ կլինի։ Հիշեք, սպանությունը չի նշանակում, որ դու սպանություն ես գործել, այն գալիս է, որպեսզի քեզ ստիպի սպանություն գործել, եւ Աստվածաշունչն ասում է, ով ատում է իր եղբորը, մարդասպան է։ Ոչ թե կլինի մարդասպան, այլ մարդասպան է։ Եվ հետո տեսնում ենք հակառակ արձագանքը, որոշ մարդիկ արձագանքում են, ինչպես ասեմ, ագրեսիվ կերպով, իսկ որոշ մարդիկ պասիվ։ Ես այլևս չեմ կարող դիմանալ ձևով։ Եվ այսպես մենք ստանում ենք այս փոքր ցանկը, հիասթափություն, եւ դա հզոր ոգի է հիասթափությունը։ Եթե քո կյանքում լուրջ հիասթափություն ես ունեցել, պետք է ստուգես արդյոք հիասթափության ոգի է մտել քո մեջ։ Հիասթափություն, միայնակություն, ոչ ոք ինձ չի սիրում եւ ես բոլորովին մենակ եմ։ Թշվառություն, դեպրեսիա, ինքնավնասում կամ ինքնասպանություն։ Եվ նկատել եք մեր ժամանակակից մշակույթում, թե որքան հզոր են ինքնավնասման ուժերը, մարդիկ գիտակցաբար ոչնչացնում են իրենց։ Սա պարզապես մի փոքր ակնարկ է։ Ես կարող էի այդ ամբողջ ոլորտի մասին 2 ժամ խոսել եւ այնուամենայնիվ ամբողջը չծածկել։ Հաջորդ ոլորտը միտքն է։ Ես կարծում եմ, որ միտքն այսօր աշխարհում ամենամեծ մարտադաշտն է։ Շատ ավելի մեծ, քան այն, ինչ տեղի է ունենում Հարավսլավիայում կամ Մերձավոր Արևելքում, որովհետև այն տեղի է ունենում մարդկանց մտքերում եւ սատանան ունի շատ դևեր, որոնցով նա հարձակվում է մտքի վրա։ Առաջինը անհավատություն։ Եկեք հիմա բոլորս միասին հրաժարվենք անհավատությունից։ Տեր, մենք հրաժարվում ենք անհավատությունից։ Ասեք դա, մենք հրաժարվում ենք անհավատությունից, մենք հավատացյալներ ենք։ Անհավատությունը մեր մեջ տեղ չունի։ Հիանալի է։ Լավ, հետո կասկածը։ Կասկածը մտավոր դև է։ Տարիներ առաջ ես մի շատ հետաքրքիր փորձառություն ունեցա։ Աստվածաբանության մի երիտասարդ ուսանող, կարծում եմ Յեյլից, մոռացել եմ թե ամերիկյան որ բարձրակարգ համալսարանից էր, լսեց իմ ազատագրման ծառայության մասին եւ հետաքրքրվեց։ Նա եկավ մի ճամբար, որտեղ ես ուսուցանում էի, բայց գալուց առաջ նա իր մտքում որոշել էր, ոչ ոք ինձ չի փոխելու, ես այդ ճամբարից դուրս կգամ նույնպիսին, ինչպիսին եկել եմ։ Եվ նա եկավ, դիտեց, տեսավ, թե ինչ էր տեղի ունենում, բայց հավատարիմ մնաց իր որոշմանը։ Նա հեռացավ նույն վիճակում, ինչով եկել էր, բայց ինքնաթիռում վերադարձի ճանապարհին նրան այնպիսի սարսափելի գլխացավ բռնեց, որ նա մտածեց կմահանա եւ սկսեց աղաղակել Աստծուն։ Եվ Աստված ցույց տվեց նրան, որ դա կասկածի ոգին էր, եւ Աստված ցույց տվեց, թե երբ էր այն մտել իր մեջ։
Նրա համակուրսեցիներից մեկը նրան ասել էր. «Քրիստոֆեր, դու իրոք հավատում ես, որ Հիսուսը 5000 մարդ կերակրեց 5 հացով եւ 2 ձկով»։ Եվ նա տվել էր այսպիսի կիսատ պռատ պատասխան. «Դե իրականում տեղի է ունեցել, թե ոչ, դա չի ազդում իմ հավատքի վրա Հիսուսի հանդեպ, ինչը սուտ էր»։ Եվ նա հասկացավ, որ հենց այդ պահին էր կասկածի ոգին մտել իր մեջ, երբ նա աղաղակեց Տիրոջը, զգաց, որ այն դուրս եկավ իր ձախ ականջից։ Ինքնաթիռում նրա կողքին նստած էր մի կին, որին նա երբեք չէր հանդիպել իր կյանքում եւ որի անունը չգիտեր։ Նա դարձավ դեպի նրան եւ ասաց. «Ես հավատում եմ, որ Հիսուսը 5000 մարդ կերակրեց 5 հացով եւ 2 ձկով»։ Ահա սխալ հայտարարությունը չեղարկելու ձևը, ճիշտ հայտարարությունն անելն է, տեսնում եք։ Հետո կա փողզիչումը, դա եւս մեկ մտավոր դև է։ Մի անգամ այսպես կոչված հին ավանդական հարանվանության մի ծառայող եկավ ինձ մոտ խորհրդատվության համար եւ երբ ես որոշ ժամանակ լսեցի նրան ու ասացի. «Գիտես, կարծում եմ քո խնդիրը փողզիչումն է»։ Եվ նա ասաց. «Ճիշտ է, ես ամբողջ կյանքում պայքարել եմ փողզիչման դեմ»։ Նա շատ հանդարտ, լավ դաստիարակված մարդ էր, բայց երբ ես կանգնեցի այդ ոգու դեմ, այն դարձավ բռնի, նրան շպրտում էր իմ գրասենյակում այս ու այն կողմ։ Եվ ես մտածեցի, չէի կարող հավատալ, որ փողզիչումը կարող է այսքան հզոր ոգի լինել։ Հետո կա մոռացկոտությունը։ Ես հիշում եմ մի կնոջ, որի հետ մի անգամ գործ ունեի մոռացկոտության ոգուց ազատագրելու համար, եւ այդ ոգին ասաց. «Չեմ կարող դուրս գալ, եթե դուրս գամ, նա այդ բոլոր համարները կսովորի անգիր»։ Այն դուրս եկավ եւ նա իսկապես սովորեց Սուրբ գրքի համարները։ Հետո կա խառնաշփոթությունը, շատ տարածված ոգի է։ Տանջանք, կարծում եմ դրա մասին արդեն խոսել եմ։ Քեզ տանջել ստերով, ակնարկներով, Աստծո խոսքի ժխտումներով եւ խելագարությունը։ Եվ ինձ զարմացրել է, թե քանի քրիստոնյաներ գաղտնի պայքարում են խելագարվելու վախի դեմ։ Եվ Սատանան ասում է մոտավորապես այսպես. «Դե գիտես, քո մորաքույրը վերջացավ հոգեբուժարանում, քո զարմիկն է, իսկ հաջորդը դու ես լինելու»։ Եվ նրանք կարող են ամբողջ կյանքում անցկացնել այդ խելագարվելու վախի դեմ պայքարելով, եւ դա դև է, դա սարսափելի դև է։ Մեկ այլ շատ կարևոր ոլորտ է լեզուն, եւ կան տարբեր դևեր, որոնք ազդում են լեզվի վրա, սուտը։ Որոշ մարդիկ պարտադրական սուտասաններ են, նրանք նույնիսկ չգիտեն, թե երբ են ստում, որովհետեւ մեկ այլ ոգի է վերահսկում նրանց։ Անեծք, հայհոյանք։ Ես այդ երկու դևերից ազատվեցի, երբ ապաշխարեցի։ Ես չէի կարող 5 նախադասություն ասել առանց անիծելու եւ հայհոյելու, եւ երբ ես փրկվեցի ու այս բոլոր դևերը դուրս եկան ինձնից, հաջորդ առավոտ այլևս անեծք չկար, հայհոյանք չկար։ Ես դա չթողեցի, դա ինձ թողեց։ Եվ հետո կան երկու դևեր, որոնք հաճախ են եկեղեցի գնում՝ բամբասանքն ու քննադատությունը։ Մի անգամ մի ժողովի մեջ էի եւ մի կին եկավ ու ասացի. «Դու քննադատության ոգի ունես»։ Ես հրամայեցի, որ այն դուրս գա նրանից, նա սկսեց հազալ եւ միաժամանակ նրա շուրջը գտնվող եւս 3 մարդ սկսեցին հազալ։ Ես ասացի. «Ես գիտեմ, թե որն է այս եկեղեցու խնդիրը»։ Այնուհետև կա մի թեմա, որի մասին եկեղեցում գրեթե երբեք չեն խոսում, եւ դա սեռական հարաբերությունն է։ Թույլ տվեք ասել, սեռական հարաբերությունը չարիք չէ, այն բարիք է։ Դա հստակ պահեք ձեր մտքում։ Աստված մարդուն ստեղծեց, սեռ պարգևեց, եւ երբ նա ստեղծեց, նրան տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ բարի էր, ներառյալ սեռական հարաբերությունը։ Սակայն սեռական հարաբերությունն այնքան հզոր միջոց է, որ եթե Սատանան կարողանա ներթափանցել այդ ոլորտ, նա կստանա ձեր կյանքի վրա ազդելու հիմնական մի միջոց։ Դրանք շատ ակնհայտ են, պոռնկություն, եւ դուք կարող եք դա անվանել նախաամուսնական սեռական հարաբերություն, բայց դա միևնույն է, դև է։ Շնություն։ Ես հիշում եմ մի կնոջ, որի հետ Լիդիան եւ ես տարիներ առաջ գործ ունեինք։ Նա մի եկեղեցու անդամ էր, նա Կիրակնորյա դպրոցի ուսուցչուհի էր եւ իսկապես մեծ փափագ ուներ Աստծո հանդեպ։ Բայց նա մեզ ասաց, որ 2 անգամ շնություն էր գործել եւ ես տպավորություն ունեի, որ նա իսկապես ատում էր դա, չէր ուզում անել։ Այդպես որ նրա հետ խոսելով ես բացահայտեցի, որ երբ նրա մայրը նրանով հղի էր, նրա հայրը ապրում էր շնության մեջ եւ դրա արդյունքն այն էր, որ նա ծնվել էր իր մեջ ունենալով շնության ոգի։
Դե նա ազատվեց եւ հետո ասաց. «Դուք կարծում եք ես պետք է դա ասեմ իմ ամուսնուն»։ Եվ ասացի ես. «Դա քո որոշումն է, ոչ իմը, բայց եթե ուզում ես Աստծո իրական օրհնությունը քո ամուսնության վրա, դու պետք է ազնիվ լինես քո ամուսնու հետ»։ Նա ասաց. «Դե նա կանաչ բերետ է, չեմ կարծում, որ դուք դա գիտեք, թե ինչ է, կարծում եմ այնտեղ այդպես են անվանում հատուկ ուժերին, գիտեք այդ հատուկ բարձրակարգ զինվորներին, նա միշտ զենք է կրում»։ Դե ես ասացի. «Դա քո որոշումն է» եւ մենք որոշ ժամանակ այլևս ոչինչ չլսեցինք, իսկ հետո լսեցինք, որ նա ասել էր իր ամուսնուն, նա ներել էր նրան եւ նրանց ամուսնությունը ավելի լավն էր դարձել, քան երբևէ եղել էր։ Բայց տեսնում եք, ինչ որ առումով նա չէր ցանկանում այն գործել եւ հենց դրա համար է ազատագրումն այդքան կարեւոր, որովհետեւ շատ մարդիկ տառապում են իրենց կամքից անկախ։ Նրանք տառապում են ուրիշների մեղքերի արդյունքում։ Մենք պետք է նրանց ազատագրություն առաջարկենք։ Այնուհետև կա մաստուրբացիան, որոշ մարդիկ ասում են, թե մաստուրբացիան կամ սեռական ինքնաբավարարումը բնական երևույթ է։ Ես դրան չեմ հավատում, բայց ես դրանով առանձնապես չեմ մտահոգվում։ Թույլ տվեք սա ասել, եթե դուք խնդիր ունեք մաստուրբացիայի հետ եւ չեք կարող հաղթահարել այն եւ ատում եք ինքներդ ձեզ, դրա համար, բայց միևնույն է շարունակում եք դա անել, դա դև է։ Եվ ես կարող եմ առանց չափազանցության ասել, որ տեսել եմ հարյուրավոր մարդկանց, որոնք ազատվել են մաստուրբացիայի Եվ թույլ տվեք հիմա ասեմ, որպեսզի հետո ձեզ չամաչեցնեմ, այն սովորաբար դուրս է գալիս մատների միջոցով։ Եվ ես բազմաթիվ անգամներ լսել եմ մարդկանց, որոնք ինձ ասում էին. «Պրինց եղբայր, ես չգիտեմ, ինչ է կատարվում ինձ հետ։ Մատներս կարծրանում են, թմրում են, հետ են ծռվում, ծակծկում են»։ Ես ասում եմ. «Կարող եմ ասել, թե որն է քո խնդիրը։ Դա մաստուրբացիան է, եւ լսեք, դա շատ համառ ոգի է, այդ պատճառով եթե ուզում եք այն դուրս անել, պետք է վճռական լինեք։ Թափահարեք այն ձեր մատներից, շարունակեք մինչև այլևս այնտեղ չլինի եւ դիմեք Հիսուսի արյանը դրա դեմ։ Հիմա եթե դուք երջանիկ եք մաստուրբացիա անելով, մի թողեք, որ ես փչացնեմ ձեր երջանկությունը, բայց եթե դուք դրա ստրուկն եք, ինչպես միլիոնավոր մարդիկ, ապա ուզում եմ ասել ձեզ, դուք կարող եք ազատվել եւ մենք հասնում ենք այն կետին, որտեղ դա տեղի կունենա։ Այնուհետև համասեռամոլությունը, շատ մարդիկ ասում են, թե մարդիկ ծնվում են համասեռամոլ, միգուցե նրանք ծնվում են իրենց մեջ ունենալով համասեռամոլության դև, բայց դա համասեռամոլ ծնվել չի նշանակում։ Վերջերս ես մի նամակ ստացա մի մկրտական հովից, որը գործ ուներ մի երիտասարդի հետ, քրիստոնյա, որը եկել էր նրա մոտ եւ ասել էր. «Հովիվ, ես տանջվում եմ, իմ մեջ այս բանն ունեմ եւ չեմ ուզում այն»։ Եվ հովիվը նստել էր նրա դիմաց եւ մոտ 10 րոպե նրան Աստվածաշնչից համարներ էր մեջ բերել եւ հանկարծ այդ երիտասարդը կողքի վրա թեքվեց, ընկավ հատակին եւ ազատագրվեց։ Եվ նա կանգնեց իր ոտքերի վրա ու քայլեց գրասենյակում վեր ու վար ասելով. «Շնորհակալություն Աստծուն, ես ազատ եմ, շնորհակալություն Աստծուն, ես ազատ եմ, փառք Աստծուն, ես ազատ եմ»։ Ես ամբողջ սրտով ցավում եմ համասեռամոլների համար, բայց չեմ հավատում, որ նրանք պետք է մնան համասեռամոլ։ Եկեղեցին կարող է նրանց ընդունել պայմանով, որ նրանք փոխվեն։ Պողոսը Կորինթոսի եկեղեցուն ասաց. «Այդպիսին էին ոմանք ձեզանից, ոչ թե այդպիսին են, այլ այդպիսին էին»։ Հիսուսն ունի համասեռամոլներին ազատելու զորություն։ Պոռնկություն, պոռնոգրաֆիա։ Ասում են, որ պոռնոգրաֆիան միլիարդավոր դոլարների արդյունաբերություն է, ինչ արդյունաբերություն։ Բայց այն շատ ուժեղ ազդեցություն ունի եւ եկեղեցում շատերը վարակված են պոռնոգրաֆիայով։ Եվ վերջապես սեռական երևակայություն։ Կան շատ մարդիկ, որոնք սեքսի մասին երևակայում են։ Ընդհանուր առմամբ նման երևակայությունը չար է։ Ուստի եթե դա ունեք, ազատվեք դրանից։ Այնուհետև այն, ինչ ես կոչում եմ ցանկասիրություններ, ուժեղ ցանկություններ, ակնհայտներից մեկը նիկոտինն է։ Եթե դուք պարտադրական ծխող եք եւ չեք կարող թողնել, ապա հավանաբար նիկոտինի դև ունեք։ Դուք կարող եք ազատվել։ Ես կարող եմ ասել, որ տեսել եմ տասնյակ մարդկանց, որոնք ազատվել են։ Ալկոհոլը նույնպես։ Եթե դուք ալկոհոլիկ եք ուզում եք թողնել, բայց չեք կարող եք ազատվել, եթե դրան վերաբերվեք որպես դևի եւ ատեք այն։ Շատակերություն, դա նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլը։ Վերջ ի վերջո այն կործանում է մարդու կյանքը։
Այնուհետև կան տարբեր թմրանյութեր, մենք չենք կարող մտնել ամբողջ թմրանյութերի թեմայի մեջ, բայց կան տարօրինակ կախվածություններ, ինչպես օրինակ սոսինձ հոտոտելը, որը բավական տարածված է երիտասարդների շրջանում։ Լիդիան եւ ես մի անգամ գործ ունեցանք մի երիտասարդ կնոջ հետ, որը մի հոգեգալստական եկեղեցու անդամ էր, եւ նա մեզ մեծ ամոթով ասաց. «Ես կախված եմ եղունգների լաքից»։ Նա ասաց. «Եթե ես մտնում եմ մի մեծ խանութի կոսմետիկայի բաժին, ես միայն երկու տարբերակ ունեմ, կամ պետք է գնեմ եղունգների լաք, կամ փախչեմ խանութից, այլ տարբերակ չունեմ»։ Դե երբ այդ դևը դուրս եկավ նրանից, այն ցնցեց նրան եւ ճչալով դուրս եկավ։ Դա հզոր էր։ Հիմա շատ կախվածություններ ճյուղեր են, որոնք աճում են ավելի մեծ ճյուղի վրա։ Այդ պատճառով, եթե պատրաստվում եք զբաղվել կախվածությամբ, հավանաբար պետք է զբաղվեք նաև ավելի մեծ ճյուղով։ Այդ մեծ ճյուղը սովորաբար հիասթափությունն է։ Երբ մարդիկ հիասթափված են, նրանք ինչ-որ բանի են դիմում մխիթարություն գտնելու համար, խմիչք, սնունդ, ով գիտի թե ինչ, թմրանյութեր։ Ուստի շատ դեպքերում բավարար չէ զբաղվել միայն կախվածության հետ, պետք է զբաղվել նաև հիասթափության հետ։ Թույլ տվեք մի պարզ օրինակ բերել փորձից ելնելով։ Ունենք երկու կին, որոնցից յուրաքանչյուրն ունի ամուսին, որոնք անհավատարիմ են, շրջում են, շատ փող են ծախսում եւ իրենց կանանց քիչ սեր են ցույց տալիս։ Այսպիսով երկուսն էլ հիասթափված են։ Նրանցից մեկը անգլիկան է։ Նա գործում է բավական բարձր հասարակության մեջ եւ նրա լուծումը կոկտեյլների պահարանն է։ Նա պարզապես պետք է անցնի սենյակի մյուս կողմը եւ խմիչք վերցնի, եւ նա դառնում է ալկոհոլիկ։ Մյուսը Աստծո եկեղեցի համայնքից է եւ ես նկատի ունեմ կոկտեյլների պահարանները նույնիսկ նրա բառապաշարի մեջ չկան։ Բայց նա նույնպես պետք է ինչ-որ մխիթարություն գտնի։ Ուր է նա գնում, ասեք ինձ, սառնարան, ճիշտ է, վերցնում է պաղպաղակ եւ ձեռք է բերում կախվածություն, այո թե ոչ։ Կան մարդիկ, որոնք կախված են զովացուցիչ ըմպելիքներից։ Կան։ Կոկա-կոլա։ Ես հասկանում եմ, որ այն կոչվում է կոկա, որովհետև սկզբնական բաղադրիչներից մեկը կոկաինն էր։ Գիտեք թե քանի լիտր զովացուցիչ ըմպելիք է խմում միջին ամերիկացին։ Տարեկան 135 լիտր։ Իսկ ես ոչինչ չեմ խմում, այնպես որ նրանք խմում են նաև իմ բաժինը։ Դուք պետք է որոշեք, որտեղ եք դուք գնում մխիթարություն փնտրելու, որովհետև ճնշման ժամանակ մեզ ինչ-որ բան է պետք, որ թեթևացնի այդ ճնշումը եւ սովորաբար այն, ինչ մեզ պետք է, դառնում է կախվածություն։ Այստեղ մի տարօրինակ լռություն է տիրում։ Շատ լավ։ Հետո կա օկուլտիզմը։ Շատ կարևոր ոլորտ։ Ես կարծում եմ, որ այսօր Բրիտանիայում մարդկանց 90%-ը ներգրաված է օկուլտիզմի մեջ, եւ նրանց մեծ մասը դա չի էլ գիտակցում։ Ես չեմ կարող ձեզ ամբողջական ցանկ տալ, բայց թույլ տվեք մի բան ասեմ։ New Age-ը մի տեսակ օկուլտայինի կատալոգ է։ Եվ այն նոր չէ, դրանք հազարավոր տարիների անցյալ ունեն։ Բայց ասեմ այսպես, կան գերբնականի մեջ մտնելու բազմաթիվ ճանապարհներ, բայց կա միայն մեկ ճանապարհ, որը տանում է Աստծո գերբնականի մեջ, եւ դա Հիսուսն է։ Հիսուսն ասաց. «Ես եմ դուռը, ինձանով պետք է ներս մտնեք։ Եթե դու գերբնականի մեջ մտնես որևէ այլ ճանապարհով, եւ ես ինքս եմ դա արել, մինչեւ ապաշխարելս ես փորձեցի յոգ դառնալ, ես մտա գերբնականի մեջ, բայց դա Աստծո գերբնականը չէր։ Թույլ տվեք ձեզ զգուշացնել գուշակության վերաբերյալ։ Դա այսօր սատանայի ամենամեծ ծուղակներից մեկն է։ Գործք առաքելոց 16-րդ գլխում Պողոսն ու Շիղան հասան Փիլիպպե եւ այնտեղ կար մի աղջիկ, որն ուներ հարցուկ ոգի, այսինքն գուշակություն։ Իրականում հունարենում գրված է, որ նա ուներ Պիթոնի ոգի։ Միայն այդքանը, քանի որ Պիթոնն այն օծն էր, որը Հունաստանում կապվում էր գուշակության հետ, եւ նա հետևում էր Պողոսին ու Շիղային ասելով. «Այս մարդիկ բարձրյալ Աստծո ծառաներն են, որոնք մեզ ցույց են տալիս փրկության ճանապարհը»։ Զարմանալի է, նրա ասած ամեն մի խոսքը ճշմարիտ էր, եւ նա Փիլիպպեում առաջին մարդն էր, որը ճանաչեց առաքյալներին, եւ նա սատանայի ծառա էր։
Այն փաստը, որ գուշակը կարող է ճշմարտությունն ասել, չի նշանակում, որ դա Աստծուց է գալիս։ Կինս թույլ է տվել ինձ սա պատմել, մինչև ապաշխարելը նրան ինչ-որ մեկը խորհուրդ էր տվել գնալ մի գուշակի, մի կնոջ մոտ։ Այդ կինը նրան երբեք առաջ չէր տեսել եւ երբեք հետո էլ չտեսավ, փառք Աստծուն։ Նա նրա մասին ոչինչ չէր կարող իմանալ բնական ճանապարհով, բայց նրան ասաց 3 բան. Դու չես կարող երեխա ունենալ, դու ունես 3 որդեգրված երեխա եւ քո ամուսինը քեզ լքել է։ Դրանցից ոչ մեկը նա բնական միջոցներով չէր կարող իմանալ, բայց նա սատանայի ծառա էր։ Ինչու սատանան ասաց ճշմարտությունը, որպեսզի նրան թակարդի մեջ գցի։ Դա նրա խայծն էր, նրան օկուլտի մեջ ներգրավելու համար։ Օ, որքան շատ վտանգներ կան։ Ռութը եւ ես գործ ունեցանք մի երիտասարդ կնոջ հետ այստեղ Բրիտանիայում, որը քրիստոնյա էր, բայց նա գնացել էր գուշակի մոտ, գիտեր, որ չպետք է գնար եւ գուշակը նրան ասել էր դու շատ երիտասարդ այրի ես դառնալու։ Եվ դրանից կարճ ժամանակ անց նրա ամուսինը զոհվեց մի տարօրինակ վթարի ժամանակ։ Եվ հետո, երբ նա եկավ մեզ մոտ, նա աղաչում էր ինձ ասել, որ այն փաստը, որ ինքը գնացել էր գուշակի մոտ, ոչ մի կապ չուներ իր ամուսնու մահվան հետ, եւ ես չէի կարող դա ասել։ Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի նրան մխիթարելու համար, բայց ես հավատում էի, որ ինչ-որ կերպ դա կապ ուներ։ Մի անգամ հիշում եմ, ես աղոթում էի մի կնոջ համար, որն ազատագրման կարիք ուներ, նա եղել էր հոգեկանչ։ Եվ ես արդեն բավական հոգնել էի, որովհետև նա իրականում չէր համագործակցում, եւ այդ ամենի մեջտեղում նա հանկարծ ասաց. «Ես քեզ տեսնում եմ մի մեքենայի մեջ, որը ծառի է բախվում»։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուն, որ զգոն էի եւ ասացի. «Դու ստախոս ոգի, ես երբեք չեմ լինելու մի մեքենայի մեջ, որը ծառի է բախվելու»։ Եվ ես երբեք այդպիսի վթարի մեջ չեմ եղել, դա ավելի քան 30 տարի առաջ էր։ Բայց պատկերացրեք, եթե ես ասեի, օ, ինձ սարսափելի է, ես լինելու եմ մի մեքենայի մեջ, որը ծառի է բախվելու։ Գիտեք ինչ կանեի այդ ժամանակ, ես կենթարկվեի սատանայի ծրագրին իմ կյանքի համար եւ հեշտությամբ կբացեի ճանապարհը, որպեսզի այն կատարվեր։ Կա մի շարժում խարիզմատիկ շրջանակներում, որը սխալմամբ կոչվում է մարգարեություն, որը մարդկանց ասում է դու կարող ես խոսք ստանալ Տիրոջից։ Եվ մենք նման բաներ ունեցել ենք որոշ եկեղեցիներում, որտեղ ես եղել եմ, նրանք շրջում են եւ ասում, քանիսդ եք ուզում լսել Տիրոջից, ես ձեզ համար կաղոթեմ։ Ես դա կոչում եմ խարիզմատիկ գուշակություն։ Ես չեմ հավատում, որ դա Աստծուց է։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես են կյանքեր եւ եկեղեցիներ կործանվել դրա պատճառով։ Մեզ անհրաժեշտ է զանազանություն։ Լսեք, կա առաջնորդվելու 2 տարբեր ճանապարհ։ Առաջինը սովորական, նորմալ ճանապարհն է, Սուրբ Գրքից։ Երկրորդը հատուկ առաջնորդությունն է մարգարեությամբ, հայտնությամբ, տեսիլքով, բայց եթե դու չես հետևում առաջինին, դու իրավունք չունես պահանջելու երկրորդը։ Հասկանում եք ինձ։ Այլ կերպ ասած, եթե դու չես քայլում Աստվածաշնչում Աստծո բացահայտված կամքի համաձայն, մի խնդրիր Աստծուց գերբնական հայտնություն, որովհետև դու այդ հայտնությունը կստանաս սխալ Աստծուց։ Լավ, այս մասով այլևս ժամանակ չեմ կարող տրամադրել։ Կեղծ կրոններ, ես հավատում եմ, որ յուրաքանչյուր կեղծ կրոն դիվային է, եւ ես պարզապես մի քանիսը կթվարկեմ առանց մեկնաբանության՝ քրիստոնեական գիտություն, միասնություն, իսլամ, բահայականություն, մասոնություն։ Այստեղ ուզում եմ մի քիչ կանգ առնել։ Ես այն համարում եմ սատանայի ամենամահաբեր ծուղակներից մեկը, եւ այն սովորաբար մարդկանց դարձնում է բռնի։ Մենք տեսել ենք շատ ծանր ազատագրություններ այն մարդկանց մոտ, որոնք ներգրավված են եղել մասոնության մեջ։ Այն նաև ազդում է երեխաների վրա։ Մենք տեսել ենք երեխաների շատ սարսափելի դեպքեր, որոնք նորմալ չէին մասոնության մեջ ներգրավվածության հետևանքով։ Եվ եթե դա քո անցյալում կա, դու պետք է այն ուրանաս։ Հնարավոր է դու ունես քեռի կամ պապ, որը մասոն է եղել, դա անեծք է բերում քո կյանքի վրա։ Բարի Եհովայի վկաներ, թեոսոֆիա, հումանիզմ եւ բոլոր արևելյան աղանդները իմ կարծիքով դիվային են։ Հետո կան հերձվածողություններ։
Դրանք քրիստոնեական հավատքից շեղումներ են, եւ իմ փոքրիկ ցանկը, որը բնավ ամբողջական չէ, ներառում է մորմոնականություն, վերամարմնավորում եւ բոլոր այն կրոնները, որոնք շեշտում են փրկությունը գործերով։ Լավ, դրանք բոլորը դիվային են։ Հետո կա ֆիզիկական մարմինը, եւ այստեղ ցանկը կարող է անverջ լինել։ Հիվանդության եւ ցավի բազմաթիվ տարբեր ձևեր դիվային են, եւ բավական է նայել Հիսուսի ծառայությանը դա տեսնելու համար։ Նա շատ հիվանդությունների հետ գործ ուներ դևերին դուրս հանելով։ Ես պարզապես կտամ մի փոքր ցանկ այն հիվանդության կամ տկարության դիվական ոգիներից, որոնց հետ անձամբ գործ եմ ունեցել, եւ այս ցանկը կարող էր 3 անգամ ավելի երկար լինել։ Առաջինը էպիլեպսիա։ Ես չեմ ասում, որ բոլոր հիվանդությունները անպայման դիվական ծագում են, անհրաժեշտ է զանազանություն, բայց եթե ես պետք է ընտրեի մեկ հիվանդություն, որը ես կհամարեի դիվային, դա կլիներ էպիլեպսիան, եւ ես տեսել եմ բազմաթիվ էպիլեպտիկների ազատագրված։ Եթե հիմա էպիլեպտիկ մեկը գա ինձ մոտ աղոթքի համար, ես այսպես եմ ասում. լսիր, ես պատրաստ եմ աղոթել քեզ համար, բայց կարող է պայքար լինել։ Եթե պատրաստ ես ինձ հետ միասին պայքարել, ես կաղոթեմ քեզ համար, բայց եթե ակնկալում ես, որ ես ամբողջ պայքարը միայնակ անեմ, ես չեմ աղոթի։ Հետո մեկ այլ շատ տարածվածը սթրեսն է։ Սթրեսը անձ է, ոչ թե վիճակ։ Միգրեն, գլխացավերի եւ նյարդային ցավերի բազմաթիվ տարբեր ձևեր, ալերգիաներ։ Հիմա ես չեմ ասում, որ բոլոր ալերգիաները դիվային են, բայց ես գիտեմ, որ դրանցից շատերն են այդպիսին։ Թույլ տվեք պատմել մի իսկապես հետաքրքիր պատմություն։ Տարիներ առաջ մի մայր եկավ ինձ մոտ 4 տարեկան մի տղայի հետ եւ ասաց. աղոթիր իմ որդու համար։ Ես հարցրի ինչն է նրա խնդիրը, նա ասաց ալերգիաներ։ Ես հարցրի ինչ տեսակ ալերգիաներ, նա ասաց սննդային ալերգիաներ։ Ես ասացի, ասա ինձ ինչի նկատմամբ է նա ալերգիկ, նա ասաց ամեն ինչի նկատմամբ։ Դե ես ասացի, երբ աղոթեմ, ես դա կդիտարկեմ որպես չար ոգի, համաձայն ես դրան, նա ասաց այո։ Ես նստեցի այդ փոքրիկ տղայի կողքին եւ ասացի, հիմա ուզում եմ, որ դու իմանաս քո մեջ կա մի վատ ոգի, որը քեզ խանգարում է ուտել այն բաները, որոնք դու իսկապես սիրում ես, եւ ես պատրաստվում եմ այդ ոգուն հրամայել հեռանալ Հիսուսի անունով, եւ երբ ես հրամայեմ նրան հեռանալ, ես ուզում եմ, որ դու փչես նրան դուրս, հասկացա՞ր։ Ասես զինվոր լիներ, նա նստեց այնտեղ, ես արեցի իմ աղոթքը, ասացի դուրս եկ Հիսուսի անունով, եւ նա փչեց 4 անգամ։ Այդքանը, ոչ մի զգացմունք, ոչ մի հուզմունք, ես մտածեցի ով գիտի ինչ եղավ։ Մայրը վերցրեց որդուն եւ գնաց, 2 օր անց նա վերադարձավ եւ ասաց. աղոթիր ինձ համար։ Ես հարցրի ինչն է քո խնդիրը, նա ասաց ալերգիաներ։ Ես ասացի նախ ասա ինձ ինչ եղավ քո որդու հետ։ Նա ասաց ես նրան տուն տարա, նա ուղիղ մոտեցավ սառնարանին, բացեց դուռը, փորձեց սառնարանի մեջ եղած ամեն ինչ եւ ոչինչ նրան վնաս չտվեց։ Այսպիսով ուզում եմ շեշտել սա, դա պարտադիր չէ, որ կախված լինի զգացմունքից։ Ազատագրումը պահանջում է քո կամքը, դու պետք է քո կամքով հակառակվես այն բանին, որը քեզ տանջում է։ Մի երիտասարդ մի անգամ եկավ ինձ մոտ եւ ասաց, ես կարծես ունեմ ցանկասիրության ոգի, բայց ես այն բավական հաճույքով եմ ընդունում, դու կարծում ես Աստված կազատի ինձ։ Ես ասացի հաստատ ոչ, Աստված մեզ ազատում է մեր թշնամիներից, ոչ թե մեր ընկերներից։ Բայց եթե դու քո ընկերոջը դարձնես քո թշնամին, այդ ժամանակ Աստված կազատի քեզ։ Այսպիսով հնարավոր է այս գիշեր դու ունես մի ընկեր, որին պետք է թշնամի դարձնես, նախքան նա դուրս կգա։ Հիմա ամենատարածվածներից մեկը կաղություն պատճառող ոգին է, որը ոլորում է մարմինը, ստիպում է ծռվել։ Ես պետք է ասեմ, կարծում եմ ես առնվազն 100 դեպք եմ տեսել կաղ մարդկանց ազատագրության։ Ես նախկինում մարդկանց համար աղոթում էի ստուգելով նրանց ոտքերը, եւ եթե 2 ոտքերը անհավասար էին, կարճ ոտքը երկարում էր, եւ ես մարդկանց ասում էի հիմա դու պետք է համագործակցես ինձ հետ, եւ մինչ օրս մարդիկ գալիս են ինձ մոտ։ Մի մարդ հենց վերջերս եկավ եւ ասաց, իմ կինը ազատագրվեց, երբ դու երկարացրիր նրա ոտքը։ Նա ազատագրվեց մեջքի ցավից եւ այդ օրվանից երբեք այլևս մեջքի ցավ չի ունեցել։
Բայց շատ անգամներ, երբ ես դա անում էի եւ Ռութը ինձ հետ էր, մենք տեսնում էինք, թե ինչպես էր այդ ոգին սկսում գործել, ոտքերը սկսում էին շարժվել եւ մենք հայտնաբերեցինք, որ դա կաղություն պատճառող ոգի է, որը ոլորում էր մարմինը եւ մենք պետք է դրա դեմ դուրս գայինք։ Համոզված եմ, այստեղ էլ կան նման մարդիկ։ Ես արդեն խոսել եմ քնկոտության ոգու մասին, այնպես որ դրա մեջ չենք խորանա։ Անքնությունն էլ սրա հակառակն է։ Եվ հետո ամենատարածվածներից մեկը մահվան ոգին է։ Ես կարող եմ ասել, Ռութը եւ ես տեսել ենք հարյուրավոր մարդկանց, որոնք ազատագրվել են մահվան ոգուց։ Ակնհայտ է, որ մահվան ոգին չի մտնում, որովհետեւ դու մեռած ես։ Մահվան ոգին մուտք է գործում, որպեսզի քեզ մեռցնի, եւ հիշիր, սատանան մարդասպան է, նա ֆիզիկապես է սպանում։ Եվ ամենատարածված ոգիներից մեկը, որը նա օգտագործում է, մահվան ոգին է։ Եվ կան շատ տարբեր ձևեր, որոնցով այն կարող է մտնել։ Դու կարող ես պարզապես հոգնել կյանքից եւ ասել, երանի թե մեռնեի, ինչի համար ապրել, ավելի լավ է մեռած լինեմ։ Գիտես ինչ ես անում այդ պահին, դու հրավիրում ես մահվան ոգուն եւ նրան շատ հրավերներ պետք չեն։ Կամ դու կարող ես անցած լինել ծանր հիվանդության կամ վիրահատության միջով եւ հատկապես անզգայացման ժամանակ մահվան ոգին կարող է մտնել։ Ամենաառաջին դրամատիկ ազատագրումներից մեկը, որի հետ ես գործ ունեցա, մի կին էր, որի համար Լիդիան եւ ես 5 ժամ աղոթեցինք եւ տարբեր ոգիներ։ Ես երբեք նման բան չէի տեսել մինչ այդ։ Ես լիովին նոր էի դրանում, տարբեր չար ոգիներ դրսևորվում էին, իրենց անուններն էին ասում։ Եվ ես չեմ ասում, որ ճիշտ եմ վարվել, բայց կարծում եմ 6-րդ ոգին, որ իրեն անվանեց մահն էր։ Ես ինքս ինձ ասացի մահվան ոգի, միթե նման բան կա։ Եվ մտածեցի, այո, հայտնություն 6-րդ գլուխ, մահը անձ է, ոչ թե պարզապես վիճակ։ Ես հարցրի, երբ մտար այս կնոջ մեջ, եւ այն պատասխանեց 3.5 տարի առաջ, երբ նա գրեթե մահացավ վիրահատական սեղանի վրա։ Հետագայում ես պարզեցի, որ նա այդ պահին ընդհանրապես չէր գիտակցում, թե ինչ էր ասում, նրա սեփական անձը ամբողջությամբ անջատված էր։ Հետո ես հարցրի նրան, երբևէ լուրջ վիրահատություն ունեցել եք։ Նա ասաց, այո, 3.5 տարի առաջ ես գրեթե մահացա վիրահատական սեղանի վրա։ Տեսնում եք, դա հուզական կամ ֆիզիկական թուլության պահ է։ Մի անգամ ես խոսում էի Ամերիկայում մի բժշկի հետ, որն ուներ իր սեփական կլինիկան, եւ ես ուսուցանում էի այս թեմայի մասին, եւ նա ասաց, դու ինձ օգնեցիր հասկանալ մի բան, որովհետեւ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք հիվանդներ, որոնք մահանում են առանց որևէ բավարար ֆիզիկական պատճառի, եւ ես հասկացա, որ մահվան ոգին է նրանց սպանել։ Մեկ այլ ոգի, որի հետ մենք հաճախ ենք գործ ունեցել, արթրիտն է։ Հիմա խնդրում եմ հասկացեք, ես չեմ ասում, որ բոլոր արթրիտ ունեցողները դև ունեն։ Դրա համար ունենք զանազանության պարգևը, բայց Հարավային Աֆրիկայում բավական տարիներ առաջ ես անցկացնում էի ազատագրության մի սեմինար, մոտ 1000 մարդ կար ներկա։ Մենք մարդկանց հրավիրեցինք առաջ աղոթքի համար եւ մի կին եկավ առաջ։ Ես հարցրի ինչն է քո խնդիրը, նա ասաց արթրիտն է։ Ես ասացի, ես դա կդիտարկեմ որպես չար ոգի, մենք աղոթեցինք այդ ոգու դեմ, նա ազատագրվեց եւ բժշկվեց։ Ես մտածեցի, ես երբեք չեմ ունենա ժամանակ անհատապես աղոթելու բոլոր այն մարդկանց համար, որոնք ունեն արթրիտ եւ այստեղ հավատքի մթնոլորտ կա, ուստի ես ասացի, բոլորդ ովքեր ունեք արթրիտ, դահլիճի ցանկացած հատվածում կանգնեք։ Մոտ 30 մարդ կանգնեց ամբողջ դահլիճում։ Ես ասացի, հիմա ես հրամայելու եմ, որ արթրիտի ոգին դուրս գա ձեզանից յուրաքանչյուրից։ Եվ երբ ես դա անեմ, թույլ տվեք, որ այն գնա։ Ես աղոթեցի։ Հետո ասացի, ես չեմ ուզում, որ նստեք մինչև ցավից ազատ չլինեք, մնացեք կանգնած։ Եվ մոտ 20 րոպե անց այդ 30 մարդկանցից յուրաքանչյուրն արդեն նստած էր։ Արթրիտի ոգին նրանցից հեռացել էր։ Եվ ավելի ուշ Հարավային Աֆրիկայում ճանապարհորդելիս մենք հանդիպեցինք նրանցից մի քանիսին եւ հաստատեցինք, որ նրանք բժշկված էին։ Ես չեմ ասում, որ յուրաքանչյուր մարդ, ով ունի արթրիտ, դև ունի։ Մյուս կողմից դա գրեթե ամենատիպիկ դրսևորումներից մեկն է այն բանի, թե ինչ են անում դևերը, նրանք տանջում են, նրանք խոշտանգում են, նրանք ոլորում են։ Այսպիսով սա առաջին մասի ավարտն է։
Երկրորդ մասում մենք մանրամասն կխոսենք, թե ինչպես են դևերը մտնում մարդու մեջ եւ ինչպես վտարել նրանց։